Օրհնված օր բոլորիդ սիրելիներ, լինի դա գիշեր, թե ցերեկ, Աստված օրհնի ձեր ամբողջ օրը։ Մենք շարունակում ենք մեր հերթական ուսումնասիրությունը ծննդոցից հայտնություն եւ այսօր մենք հասել ենք 3-րդ թագավորաց գրքի 19-րդ եւ 20-րդ գլուխները։ 19-րդ գլխում Եղիան մեծ հաղթանակից հետո վախենում է Հեզաբելից եւ փախչում անապատ։ Նա հոգնած է, հիասթափված եւ ցանկանում է մահանալ։ Բայց Աստված չի մերժում նրան։ Նա կերակրում է Եղիային, զորացնում եւ խոսում նրա հետ ոչ թե ուժեղ քամու երկրաշարժի կամ կրակի ամպրոպի միջոցով, այլ մեղմ ու հանդարտ ձայնով։ Աստված նաեւ հիշեցնում է, որ Եղիան մենակ չէ, դեռ 7000 մարդիկ հավատարիմ են մնացել Տիրոջը։ 20-րդ գլխում Աստված Իսրայելին հաղթանակ է տալիս Արամի թագավոր Բենհադադի դեմ։ Այս հաղթանակը ցույց է տալիս, որ Տերը միայն լեռների Աստված չէ, ինչպես կարծում էին թշնամիները, այլ ամբողջ երկրի Տերն է։ Սակայն Աքաբը չի հնազանդվում Աստծո պատվերին եւ խնայում է Բենհադադին, ինչի պատճառով դատաստան է գալիս։ Այս գլուխներում մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին, երբ մենք ինչպես Եղիան հոգնում ենք, վախենում կամ հուսահատվում, Հիսուսը գալիս է մեզ մոտ ոչ թե դատապարտելու, այլ զորացնելու։ Նա ասում է՝ եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Մատթեոս 11:28, եթե չեմ սխալվում։ Նա նաեւ մեր հաղթանակն է, ինչպես Աստված հաղթանակ տվեց իր ժողովրդին, այնպես էլ Հիսուսը հաղթեց մեղքին, մահվանը, սատանային, խաչի եւ հարության միջոցով։ Այս գլուխները մեզ սովորեցնում են, որ Աստված չի լքում մեզ մեր ամենաթույլ պահերին։ Երբ թվում է, թե մենակ ենք կամ ամեն ինչ կորած է, Հիսուս Քրիստոսը շարունակում է առաջնորդել, զորացնել եւ հիշեցնել, որ իր ծրագիրը երբեք չի ձախողվում։ Ամեն։ Փառք Հիսուսին, որ այսպիսի սքանչելի Աստված ունենք։ Սիրելիներ, գրեք մեկնաբանություններում, թե ինչպես տեսակ այս գլուխներում Հիսուսին եւ տարածեք այս խոսքը, որպեսզի շատերին հասնի, որպեսզի շատերը լսեն Աստծո խոսքը։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը, Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։